ինչպես է համագործակցությունը կազմակերպում, ինքներդ եք գտնում ընտանիքների, թե ստեղծել եք որոշակի կոմունիկացիա, որ ընտանիքներն են ձեզ դիմում եւ դուք իրենց հետ զրուցելով հասկանում եք ըստ առաջնահերթությունների ում հետ եք աշխատելու, ում եք փորձելու աջակցել, ըստ նպատակների շատ երեխաներ ունենալու կամ ինչ-որ բաներ ստեղծելու։ Ինձ պետքա գտնեն, Ինչպես կարող են ձեզ գտնել։ Facebook-ում Ավակ Ավակյան, ով կցանկանա, հաստատ ինձ կկարողանա գտնել, բայց ընտրվելու է հատուկ ընտանիքներ առաջիկայում։ Որ ընտանիքներն են ընտրվելու։ Ընտրվելու են այն ընտանիքները, որտեղ կլինի պարտադիր սեր, բայց դեռ չձևավորված ընտանիքներ։ Այսինքն զույգեր, որոնք դեռ չեն ամուսնացել։ Որոնք դեռ չեն ամուսնացել, որոնք ունեն երազանքներ, ու մենք պետք է ապահովենք այդ երազանքի իրականացումը։ Այսինքն այդ կինը պետք է ցանկանա ունենալ շատ երեխա, այդ ընտանիքը պետք է ցանկանա ապրել գյուղում, այդ ընտանիքը պետք է ցանկանա կրթվի։ Մեզանից յուրաքանչյուրը, եթե հստակ իմանա մեկ ընտանիք պետքա ձևավորվի, թե դրսում ապրող, թե լիքը բարեգործներ, մի անգամ միանվագ 1000 դրամ 100,000 մարդ եթե փոխանցի, մենք 10 միլիոն հայ ենք, վերցնենք 3000 քառակուսի մետր հողամաս, վրան կառուցենք մեկ հարկանի տուն, սարքենք 1000 քառակուսի մետր ջերմոց, 1000 քառակուսի մետր ծառ, մի փոքր հատված հանգստի գոտի, մի հատ էլ փոքրիկ կոմ, հավերի կամ եւ այլն, էլի։ Ընտանիքի հետ կքննարկենք, ընտանիքը կորոշի ինքը ինչ գործունեությամբ է ուզում զբաղվի, մենք իր համար այդ ամեն ինչը կսարքենք, սարքելուց հետո այդ ընտանիքի արտադրած ապրանքը ինքը կտա որևիցե բիզնեսմենի, այդ բիզնեսմենը բարեխիղճ կլինի, ինքն էլ բարեխիղճ կլինի, կստացվի եկամուտ, կստացվի հավելյալ արժեք։